Իսկ դուք գիտեիք, որ Լուիզայի իրական անունը Ելիզավետա է։ Այո, Ելիզավետա անունս փոխել եմ միայն մի բանի համար։ Նրան Թոխացյանի կինը լինելով, ինչ պատասխանատվություն եք ունենում լսարանի առջև։ Իմ պատասխանատվությունը կրկնակի է։ Հրանտը ինչքան կարողացավ հղկեց։ Ես միշտ հիացել եմ ու ինձ համար Հրանտը եղել է այն հիացմունքի առարկան, ում հանդեպ ես միշտ sense ակնածանքով եմ լցված եղել։ Աննա Էլբակյան, թե Լուիզան Ղամբարյան։ Ես կարծում եմ կյանքում Լուիզան իրեն բավական է Հրանտին, գոնե կերպարի մեջ թող լինի Աննա։ Պետք էր որ կարդայի։ Հա, իհարկե պետք է։ Ես հրավիրում եմ իրեն մեր տուն ու իմ մեքենայով կգամ, հատուկ ձեզ կտանեմ մեր տուն։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է տաղանդավոր դերասանուհի, գեղեցկուհի Լուիզա Ներսիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Քնած մարդ կա։ Ես մի անգամից նկատեցի, մուտքի մոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ բարձր տրամադրությամբ, գերհոգնածությունը չհաշված, բայց ամենայն դեպս ձեր դրական լիցքերը փոխանցվում են նաև հյուրին։ Ֆանտաստիկ է։ Ես նախ առաջ ուզում եմ շնորհավորել ձեզ, վերջերս հիանալի ֆիլմի պրեմիերա ունեցաք, Թանկարժեք տղաները, ֆիլմի մասին է խոսքը, որտեղ փայլուն դերակատարում ունեիք եւ իսկապես վերջին շրջանում իմ հանդիպած ամենալավ ֆիլմերից մեկն էր։ Շնորհավորում եմ եւ պատմեք մի փոքր այդ ֆիլմի մասին, հետո նոր կանցնենք մնացյալ հարցերին։ Լավ, ֆիլմի մասին կարող եմ ասել, որ շատ ջերմ մթնոլորտում ենք աշխատել, դե Արշալույս Հարությունյանի հետ աշխատել եւ չգնալ իր ետևից չի ստացվում, որովհետեւ ինքը կարողանում է իր էներգիայով, շատ վարակիչ էներգիա ունի եւ կարողանում է ամբողջ նկարանող խմբին այնպես տրամադրել, որ իր հեքիաթին հավատան եւ կուրորեն դու գնում ես իր հետևից։ Այդ շատ կարեւոր հատկանիշ է, որ ունենում է ռեժիսորը։ Թատրոնում էլ է այդպես։ Այո, որովհետև ինքը վստահ է իր հեքիաթի մեջ։ Նեվ կցանկանամ Գոր Կիրակոսյանի ֆիլմից խոսենք, Սևազգեստ կանայք, այո։ Իհարկե նկարները մի քիչ ավելի շուտ են եղել, հիմա պետք է փորձեմ էմոցիոնալ հիշողությունս միացնեմ, որպեսզի վերադառնամ այդ գեղեցիկ օրերին, որովհետև դրանք անմոռանալի էին։ Էլի շատ լավ ժամանակ ենք անցկացրել, ընդհանրապես, երբ որ ընկերներով ես հավաքվում մի խումբ ընկերներ ու այդտեղ բոլորը ուզում են, որ անեն իրենց մաքսիմալը, այդտեղ չի կարող վատ աշխատանք ստացվել, որովհետև բոլորը լծված են մի գործի համար, որպեսզի հետո հանդիսատեսը, հեռուստադիտողը կարողանա վայելել այդ վայրկյանները, որոնք մենք տանջանքով ենք ստեղծում, գիշերները չքնելով, յուրաքանչյուրը իր ոլորտում, այսինքն այդտեղ, դե ընդհանրապես թատրոնը, կինո, սինթետիկ արվեստ է, որ այդտեղ որևէ մի օղակ մի քիչ թերանում է, ինքը կարող է ամբողջ նկարահանման եւ ընդհանրապես ներկայացման վրա ազդեցություն ունենալ։ Երկուսի պարագայում էլ չի ստացվում, որովհետեւ իրանք բացի նրանից, որ շատ բարեհամբույր են, բայց նաև դեսպոտ են երկուսն են իրենց ներքուստ, որովհետև պերֆեկցիոնիստ են եւ ուզում են ստանալ մաքսիմալը եւ հաջողվում է։ Ահա։ Իմ բախտը ընդհանրապես բերել է, ես շատ լավ ռեժիսորների հետ եմ աշխատում։ Հա, փաստում ենք այո։ Դա նաև վկայում է նրա մասին, որ տարիների ընթացքում շատ արտիստներ կան, ինչի պատճառով մի ընթացք երևի հետ քայլ են անում եւ մի քիչ անհաջող նախագծում են հայտնվում, բայց ձեր դեպքում նման բան չի եղել։ Այսինքն գնալով մի քայլ առաջ եք դուք գնում ու տպավորությունը, որ Լուիզան պիկին է, հասել պիկին է, ասեն, մեկ էլ այնպեսի նախագիծ է ի հայտ գալիս, որ ոյ, Լուիզան դեռ ոչ, չի էլ հասել պիկին։ Ինձ ուրախ եմ, որ տենց կարծիքա ձևավորվում, ես ինքս չեմ կարող դատել, քանի որ ես ինքնամոռաց եմ տրվում աշխատանքին եւ յուրաքանչյուր առաջարկ մեծ սիրով եմ ընդունում ու որ ոնց որ առաջի դասարանի աշակերտ լինեմ։ Այդտեղ զրոյից եմ սկսում ամեն ինչ։ Ինձ համար յուրաքանչյուր նախագիծ շատ հետաքրքիր է, երբ որ ինքը նոր է։ Թարմությունը։ Դժվար չի այդ որակը պահելը, որովհետեւ ամեն դեպքում կարող է դուք համաձայնեք եւ ինչ որ բայ հասկանաք Աստվածին, բայց կարողա պետք չէր։ Չգիտեմ նման բան եղել է ձեր հետ թե ոչ, բայց ռիսկային չի ամեն նախագծի
համաձայնելը։ Դե չի ասի ամեն նախագծի, դե ասեցի ամեն, չասեցի ամեն։ Գիտեք, չէ, կարող եմ ասել, որ ուղղակի եղել է, որ օղակներից մեկն է թերացել, այսպես ասեմ։ Ոչ թե ամբողջությամբ նախագիծը անհաջող է եղել, այլ ուղղակի տեսել եմ, որ ինչ որ մեկը մի քիչ հավես չունի այդքան էլ։ Այդ ժամանակ միանում է իմ միջի այն երրորդ աչքը, որը կողքից հետևում է ամեն ինչին։ Հա, ես էլ մի հատ շատ վատ հատկություն ունեմ, որպես դերասանուհի, մեկ-մեկ միանում է այդ կողքի հայացքը, որը սկսում է կառավարել ընդհանուր տարածքը, սկսած պարտներից, վերջացած լույսի, ձայնի, մասնագետը համընթաց քայլում եմ ամբողջ նախագծի ընթացքում։ Հա, այդ լավ հատկանիշ չի, բայց ամենայն դեպս այդպեսին եմ, ինչ անեմ։ Այ ինչ նախագծի երբեք չեք համաձայնի մասնակցել։ Ինչ որ ստանդարտներ ամեն դեպքում մտածում եմ, որ ձեր համար գծած կլինեք, որ պետքա դա լինի, որ մասնակցություն ունենաք։ Երբ որ ինքը առաջարկողը չի հավատում իր ստեղծածին։ Իսկ դերասանական անձնակազմը կապ ունի, թե ովքեր են ներգրաված։ Չէ, որովհետև այնպիսի փորձեր եմ ունեցել, այնպիսի տենց սկսնակ ոչ դերասանների հետ եմ նկարահանվել։ Ես համբերատար եմ եւ մարդու մեջ տեսնում եմ դերականը ու փորձում եմ դա դուրս բերել։ Այսինքն պարտներության մեջ շատ լոյալ եմ։ Լույզա, տպավորություն է, որ դուք գոռոզ մարդ եք։ Այս շքեղտ կերպարի տակ մտածում են գոռոզել։ Այո։ Մարդիկ այդպիսի կարծիք ունեն, բայց իրականում ընդամենը բարևելուց հետո հասկանում ես, որ դա սուտ էր։ Այ բայց ինչի է պես տպավորություն մարդկանց մոտ։ Չգիտեմ։ Միգուցե կերտած դերերը։ Միգուցե մի ստերեոտիպ կա, որին տենց սկսում են հավատալ։ Այսինքն մեզ մոտ մեր իրականության մեջ մի տեսակ չեն տարանջատում քո կերպարը, քո տեսակից։ Բայց համենայն դեպս ես կարծում եմ, որ շատ ընկերասեր եմ եւ բացի դրանից բաց մարդ եմ եւ բազմաթիվ առիթներ եմ ունենում տարբեր շրջապատներում լինել, ու ինձ թվում է արդեն մեծամասնությունը գիտի, որ ես ինչպիսին եմ։ Դուք նոր նախագիծեր փոքր է։ Դե հա, իհարկե, եւ ամեն ինչ միանգամից այո, պատտվում է։ Դուք նոր նախագծում եք հանդես գալու Մկրտիչ Արզումանյանի հետ։ Այո։ Արդեն խաղացել ենք մեկ ներկայացում, Սեր եւ նարինջներ ներկայացման մասին է խոսքը, խաղալու ենք Պարոնյան թատրոնում դեկտեմբերի 4-ին, ես չգիտեմ ձեր հաղորդումը երբ է։ Մինչ այդ արդեն կլինի։ Շատ լավ։ Դեկտեմբերի 4-ին խաղալու ենք այդ ներկայացումը, արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամը շատ սպոնտան ստացվեց, մի փոքր ժամանակ չկար ամբողջությամբ տենց պատրաստվելու, բայց կարողացանք։ Ահա։ Եվ ինչ նոր նախագծեր կան, որովհետև ձեր գրաֆիկը բավականին խիտ է։ Գիտեք, շատ են նախագծերը։ Ես ընդհանրապես այն մարդկանց դասին եմ պատկանում, որ չեմ սիրում պարապ վարքյան ունենալ։ Ես անընդհատ ինձ ինչ որ ձևով լծում եմ աշխատանքի։ Հենց պարապ եմ մնում, հաստատ առողջականից վրա ազդում եմ։ Միանգամից ինձ թուլանում եմ, հիվանդանում։ Այդ իսկ պատճառով անդադար, եթե թեկուզ ֆիզիկապես աշխատանք չեմ կատարում, բայց ուղեղս պետքա անդադար աշխատի, այսինքն ինչ որ բան, այտենց նոր ծրագրեր կամ ինչ որ մի բան մոգոնում եմ, լավ այսպես ասեմ։ Եթե նույնիսկ չկա առաջարկ կամ բան, այդ ժամանակ արդեն խոհանոցում եմ սկսում եմ ստեղծագործել։ Ես տանն եմ սիրում ստեղծագործել, իմպրովիզներ անել խոհանոցում։ Ես դա ուզում հարցնել, շքեղը Լուիզայի կերպարի տակ, տանը ինչպիսի Լուիզա է։ Խոհանոցում ստեղծագործող, ինչպես հասկացանք, ստեղծագործող, բայց բարձրակրունկներով, որովհետև ես գիտակցում եմ, որ եթե մտածում, ես ժամանակ չեմ ունենում տեն շատ երկար խոհանոցում անցկացնելու, այդ իսկ պատճառով բարձրակրունկներից չեմ հանում, որպեսզի ես դեռ ինձ զգոմ պահեմ, որովհետև եթե հանեցի, այնքան հոգնած եմ լինում, կարող եմ այնքան փլվեմ ու քնեմ, բայց ինձ ես պահում եմ այդ ռեժիմի մեջ, որ ես դեռ աշխատանքի եմ։ Ու դրա համար կարող է հենց բարձրակրունկներով, ենթադրենք երեկոյան զգեստով, մտել եմ տուն ու ես գիտեմ իմ առջև դրված է այսպիսի առաջադրանք, որ ես պետք է անեմ, ենթադրենք աղցան պիտի պատրաստեմ, կոմպոտ, սուպ, բայց այդ մեծ հաճույքով եմ անում իհարկե, որովհետև հենց այդ պայներ սկսում եմ ուղեղս ստեղծագործել, հետո սիրում եմ սառնարանը բացել ու տեսնել ինչ կա տանը, որ ըստ դրա սկսեմ տենց ստեղծագործել։ Իմպրովիզացիայի սիրահար եք Լուիզա։ Այո։ Թատրոնում էլ։ Ամենտեղ։ Այսինքն շատ երկար փորձեր չեք սիրում դուք։
Չէ։ Սիրում եք Հա, շատ երկար փորձերը ինձ հոգնեցնում են ու ընդհանրապես ավելի լավ է, երբ որ այդ թարմ է լինում քեզ մոտ, թեկուզ այդ առնչվել է նոր աշխատանքի հետ, ինքը ինչքան էմոցիաները թարմ են լինում, այնքան դու ավելի ցենց պատրաստ ես իմ պարագայում։ Մարդիկ կան, ովքեր շատ են սիրում երկարատև փորձերը, դրանց այդ շրջանը դուր է գալիս։ Իմ պարագայում դուր է գալիս, երբ որ արդյունքը շուտ եմ տեսնում, բայց հետո սկսում եմ մանրակրկիտ հետ հայացք նետել ու սկսել այդտեղ աշխատել, բայց արդյունքը պետք է մի քիչ ավելի արագ տեսնեմ։ Երեք մեկնաբանության դաշտն էի ուսումնասիրում ձեր մասնակցությամբ տարբեր հաղորդումների եւ մի մեկնաբանության հանդիպեցի, որտեղ ասում են Լուիզան տարիների ընթացքում ինչքան է հղկվել, շատ հայեցի կին է, հայեցի բառը իրականում չեմ սիրում, որ ասում են հայ կնոջ կերպար կամ դա չեմ հասկանում։ Հետաքրքիր է Նրան Թոխատյանի կինը լինելով, ինչ պատասխանատվություն եք ունենում լսարանի առջև, որովհետև դուք այնպիսի մտավորականի կին եք, որ նաև պատասխանատվություն եք, չէ՞ կրում լսարանի առջև։ Իմ պատասխանատվությունը կրկնակի է, բացի նրանից, որ պետք է ես իմ ճանապարհը հարթեմ, նաև պետք է ինչ-որ ձևով փորձեմ հրանտի ճանապարհին չխանգարել, բայց երբ որ ես այդտեղ խորանում եմ, ես հասկանում եմ, որ կարող է տանուլ տամ։ Այդ իսկ պատճառով ես թուլացել եմ եւ ստանում եմ մաքսիմալ հաճույք կյանքից։ Նման բaragam ես անդադար լարված պետք է լինեմ, որովհետեւ համապատասխանել ժողովրդական արտիստիկին լինելու այդ տիտղոսին մի քիչ ինքը բարթացնում է, ովքեր շրջանակի մեջ է դնում, իսկ այդ ժամանակ դու մի քիչ կորցնում ես անկեղծությունդ։ Ես էլ մտածեցի, ասեցի ավելի լավ է ես լինեմ այնպեսին, ինչպեսին ես ուզում եմ լինել, որովհետեւ երբ որ ներքուս դու անկեղծ ես լինում, ինձ թվում է դա ավելի է գնահատվում, քան որ ինչ որ ձևի մեջ ես մտնում, որովհետեւ դու պետք է համապատասխանես ինչ որ հանրության ստեղծած ինչ որ ստերեոտիպներին, որոնցից կարճած ես խղճում եմ մարդկանց, որոնք այդ շրջանակները իրենց համար գծում են ու այդտեղ հաստատ լիքը բան կա, որ իրանք կյանքը միջևերջ չեն վայելում։ Իսկ ես շատ եմ սիրում կյանքը ու սիրում եմ ամեն վայրկյանը։ Ձեր խոսքից կարող եմ ենթադրել, որ դուք երբևիցե մեկնաբանությունների չեք հետևում։ Մեկնաբանությունները չէ, կարդում եմ, բայց ինքը շատ արագ է, խոցում է, բայց արագ էլ անցնում է։ Ինչ որ մեկնաբանություն հիշում եք, կարող եք մտաբերել, որ իսկապես ձեր վրա ազդել է։ Չէ, արագ է անցնում։ Եթե թարմ կարդացած լինեի, հաստատ կասեի։ Եկեք հիմա թողնենք, որ դուք մտավորականի կին եք, դուք արդեն ձեզանով էլ այնքան բան եք ներկայացնում, Լուիզա Ներսիսյան։ Այդ դուք ինչ պատասխանատվություն եք ձեր լսարանի առջև, այն նույն լսարանի, որոնց միջոցով հայտնի եք դարձել։ Ես գիտեմ, որ ընդհանրապես յուրաքանչյուր գործի մեջ եթե կա սեր, հիմա իմ պարագայում էր, եթե սիրում եմ իմ աշխատանքը, սիրով եմ անում դա ու նաև լսարանին չեմ արհամարում, այսինքն իրենք ինձ համար ինձ հետ եկող այն իմ ընկերներն են, լավ, այսպես ասեմ, այն մարդիկ, ում շնորհիվ ես կարողացել եմ Համենայն դեպս Լուիզա Ներսիսյան ասում, ինձ այդպես են կոչում, ոչ թե ընդհանրենք ասում են ուղղակի Լուիզա, այսինքն ինքը անկալելի է դարձել, լավ իմ անուն ազգանունն է, այսպես ասեմ։ Ու զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կարող են հոգնել, օրինակ, նկարվելուց կամ հոգնեն լավ խոսքերից կամ եթե ընդհանրենք փողոցում իրենց մոտեցան։ Իմ պարագայում ես շատ ջերմությամբ ու գրկաբաց եմ ընդունում ու նույնիսկ ամաչում եմ ու այդ ամաչելուց կարող է ես ավելի շատ իրեն կոմպլիմենտ անեմ, քան ինքը ինձ։ Հա, որ մեկը մենք այն հավասար դիրքում լինենք, որ մի քիչ շատ է կոմպլիմենտները հնչում, մի տեսակ իմ տեսակով, քանի որ ես մի քիչ ամաչկոտ տեսակ եմ եղել, այդ մի քիչ հղկել եմ տարիների ընթացքում, հիմա մի բան կպատմեմ, դրանից կհամոզվեք, որ իսկապես ամաչկոտ տեսակ եմ եղել, երբ որ Թատերական ինստիտուտ էի նոր ընդունվել, Հակոբ Ղազանչյանի կուրսն եմ ավարտել ես, առաջին տարիներ, երբ որ ներկայացում էինք հանձնում, այդ ժամանակ բեմում կանգնած ես պարոն Ղազանչյանին խնդրում եմ, որ ինքը, երբ որ ես մտնում եմ, չնայի Ասում եմ, բայց ես ռեժիսորն եմ, ես պետք է բեմադրեմ, ոչ չնայեմ, ասում եմ, չէ, ես ամաչում եմ, ես ուզում եմ մի հատ ինքս տենց մի հատ դիրքավորվեմ այս տարածքում նոր, դու կարող եք նայել, ասում եմ, բայց Լուիզա ջան, դե լավ, եթե տենց ես ուզում, օքեյ։ Ու հենց ես մտնում եմ բեմ, ասենց եմ, Լուիզա մտի։ Որ իբրև թե ինքը չի նայում որպես ռեժիսոր, հա։ Ահա, հետաքրքիր է։ Դե հա։ Ուղղակի վիտեսակ Լուիզան եւ ամաչկոտությունը, չգիտեմ, երևի ամեն դեպքում դերերից է, ֆիլմերն է խաբուսիկ, որ չենք պատկերացնում։ Հա, գիտեք, ամաչկոտ լինելը ու բան, այդ դրանք բոլորը հղկվող բաներ են։ Տարիների ընթացքում դու կարող ես դրա վրա աշխատել։ Այ, երբ որ ներսից
չարություն ես արտադրում, այդ մի քիչ դժվար է հղկելը, որովհետև ինքը անդադար քեզ ներսից կրծում է։ Ու դու աշխարհին նայում ես մի քիչ չար տեսանկյունից։ Մնացած բոլոր պարագաներում յուրաքանչյուր բան հղկելի է։ Կոմենտներում ամենից շատ հանդիպող կոմենտներից էր նաև, որ Լուիզան անկեղծ չէ հարցազրույցների ընթացքում։ Օրինակ դերասան լինելը օգնում է, թե խանգարում է իրական կյանքում։ Չգիտեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել դերասան լինելը օգնում է թե խանգարում, որովհետև ես կարծում եմ անկախ նրանից թե ինչ մասնագիտություն ես ընտրում, դու ինքդ ես ձևավորում քո տեսակը ու դու ինքդ ես որոշում լինես անկեղծ թե ոչ։ Այդ կարծիքը կարող է ձևավորել, գիտեք ինչի համար, երբեմն լինում են հարցեր, որոնք անհարմար են, որպեսզի ես պատասխանեմ, դրանց շրջանցելու ձև եմ գտել, այսինքն այդ երրորդ աչքս եմ անում, այսինքն կողքից հայացք ու սկսում եմ այդ իրավիճակին այլ ձևով մեկնաբանություն տալ։ Միգուցե դրանով է պայմանավորված։ Մենք այսօր մի քանի կոմենտ ենք առանձնացրել եւ որի հետքերով պետք է գնամ։ Չէ։ Եվ հասցնենք ճշտել։ Կոմենտ գրողները այստեղ են դռան ետևում եւ պատասխան կտան իրենց գրած։ Շատ լավ։ Բայց իրականում լավ ֆորմատ կլիներ, չէ՞, վատ կոմենտ գրողին վերած լինեինք այստեղ։ Որովհետեւ շատ հեշտ է, երբ որ մարդու աչքերի մեջ չես նայում եւ ընդհանրապես իրեն չես ճանաչում, ինչ որ կարծիք տենց հայտնել, ու դու էլ երբ որ մնում ես ինկոգնիտո, այսինքն քեզ ոչ ոք չի մեղադրում դրա համար, որովհետեւ քեզ չի ճանաչում։ Բայց այդ նույն մարդիկ, եթե ասենց դեմ առ դեմ հանդիպում են, հաստատ այդպեսին երբեք, այո։ Հիմա ես առաջարկում եմ ջուր խմենք, թարմանանք եւ անցնենք կոմենտներին, եթե դեմ չեք։ Խմենք, թարմանանք, անցնենք։ Գնացինք։ Մեր ջուրը եկավ։ Խմենք։ Գազավորված ջուր է։ Այո։ Գազավորված ջրի սիրահար եք։ Ես սովորական ջրից չեմ հագենում։ Բայց այս ջրի ֆենոմենը կայանում է նրանում, որ սա շշալցված ջուր չէ։ Բաժակով է։ Դեռ չենք զարգացել այդ կան։ Չէ, սա ծորակը բացում եք, միանգամից գազավորված ջուր է գալիս։ Վայ, շատ լավն է։ Գրոհե արտադրանքն է, Գրոհեն գերմանական աշխարհահռչակ սանտեխնիկայի բրենդ է, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում United Technical Service-ն է, Դավիթ Անհախտինը հասցեում, եւ այնտեղ ներկայացված են իհարկե բացի Գրոհե բլյուից շատ այլ սանտեխնիկական ներկայացրած, բայց Գրոհե բլյուն առանձնանում է իր գազավորված ջրով։ Իդեպ կա թույլ գազավորված եւ շատ գազավորված, այս բանը մենք շատն ենք խմում։ Շատն ասա, լավ։ Իդեպ Գրոհե ռեդել ունեն, որ անմիջապես 200 աստիճան տաքությամբ ջուր է տալիս։ Եւ էլ թեյնիկի կարիք չի լինում։ Հրաշալի է։ Այսքան բան։ Վերջ։ Իսկ ես որտեղից է դուրս գալիս այս ջուրը։ Համակարգ կատակը հավաքված ծորակի, որ բալոնչիկներով միանգամից գազ է տալիս։ Գազ է, Բայց նաև ֆիլտրված տաք եւ սառը ջուր է տալիս ծորակը։ Հայաստանում միակ ու առաջին Գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Լուիզա սնվելու հետ ինչպես եք։ Լավ է։ Սիրում եք ավելի շատ տանը սնվել, թե դրսում։ Երկուսն էլ։ Ահա, իսկ գարեջուր սիրում եք։ Շատ։ Ուրեմն վստահաբար ձեզ մեր գործընկերը դուր կգա Պաուլաներ գարեջրատների ցանցն է, որտեղ ֆանտաստիկ համեղ գարեջրեր կան, նաև ծովամթերք սիրում եք։ Այո։ Ծովամթերքի տեսականի, սթեյքերի լայն տեսականի, եթե որոշեք ընտանիքով կամ ընկերներով լավ ժամանակ անցկացնել, մի օր էլ տրամադրեք մեր գործընկերոջը Պաուլաներին, այնտեղ ձեզ սիրով կսպասեն։ Մենք բազմաթիվ անգամներ տրամադրել ենք ձեր գործընկերոջը։ Մեր ընտանեկան հանգիստը, այնպես որ։ Ֆանտաստիկ։ Հա։ Շատ լավ ժամանակ ենք անցկացրել։ Անտի։ Եվ համեղ սնվել ենք։ Հա։ Բայց իրոք համեղ է, չէ՞, սա կադրից դուրս։ Չէ, անկեղծ։ Լուիզա, մենք խոսում ենք հաջողություններից, բայց նաև հաջողությունը, երբ ճիշտ ներդրումներ եք, չէ՞ կատարում։ Խոսքը իհարկե կապիտալի մասին է։ Դե օրինակ ես մտածում եմ, որ պետք է մարդիկ աշխատեն, կապիտալ ստեղծեն եւ
Վարձով տան։ Չգիտեմ, ինչի ես տենց եմ մտածում, որ պետք է այդպես հաջողության հասնել եւ մշտապես ունենալ եկամտի աղբյուր։ Հիմա մեր գործընկերներից մեկը Metrum Invest-ը Ծաղկաձորում կառուցում է Ծաղկաձոր Պարկ համալիրը, պրեմիում համալիրը, որը ոչ միայն հանգստյան եւ բնակելի նպատակով է տրվում, նաեւ ապարտամենտներ կա, որտեղ դուք կարող եք սենյակ ձեռք բերել եւ տալ վարձակալությամբ։ Ովքեր մտածում են, որ կապիտալ ստեղծելը իրականում լավ բան է, իհարկե ես չեմ կարծում, որ կա մարդ նման կարծիքի չէ, կարող եք դիմել նրանց, ծանոթանալ պայմաններին եւ ձեռք բերել։ Իդեպ Ծաղկաձոր Պարկ համալիրը այնպիսի տեղանքում է գտնվում, որ Ծաղկաձոր քաղաքի որ անկյունից էլ նայեք, երևացող է, տեսանելի է։ Եթե դուք փնտրում եք հուսալիություն, բարձր որակի եւ կյանք կանաչապատ միջավայրում, ապա այցելեք Metrum Invest-ի գրասենյակ։ Վերին Անտառային 136 կոտորակ 3 կամ զանգահարեք 055 886 886 հեռախոսահամարով։ Լուիզա նաև ձեզ եւ մեր հետևորդներին ուզում եմ ծանոթացնել Մեդիա ասոցիացիա ընկերության հետ, որոնք զբաղվում են PR-ով եւ մարքեթինգով, եւ ովքեր ուզում են, որ իրենց բիզնեսը առաջ գնա, կարող են վստահաբար դիմել նրանց, նաեւ զբաղվում են պրոֆեսիոնալ վիդեո եւ ֆիլմ արտադրությամբ։ Եթե նման մասնագետների կարիք ունեք եւ ամենակարևորը գոհ մնաք, ոչ թե ուղղակի ձեռք բերեք մասնագետ, կարող եք վստահաբար դիմեք եւ կիմանաք, որ լավ ամուր ձեռքերում եք։ Մեդիա ասոցիացիա։ Կոմենտներ։ Սկսեցինք։ Ուզում եք ուղարկեմ ձեզ դուք էլ կարդաք, թե վստահում եք ինձ եւ ես մի անգամից screenshot-երը ունեմ։ Ուրեմն վերջերս հաղորդման ընթացքում խոսում եք ձեր աղջիկա մասին, որ հորինող կերպար է։ Կարծում եմ բոլորը տեսել են այդ հաղորդումը, որ խաբել է, ասել է շունիկ ունեք տանը եւ այլն։ Կին է գրողը, ասում են Լուիզա ջան, չեմ զարմանում Լիլիթի հորինող տեսակը լինելու վրա, քանի որ դուք նույնպես այդպիսին եք։ Բայց ինքը շատ դրական կոմենտ է։ Հա։ Հա, լուրջ եմ ասում։ Դե շատ լավ է։ Հորինող տեսակ դա նշանակում է ֆանտազիոր, չէ՞։ Այսինքն ստեղծագործական միտքդ աշխատում է։ Ու ուրախ եմ, որ ինքը նկատել է այդ իմ ստեղծագործական միտքը, որը այտենց փայլատակում է։ Ֆանտաստիկ։ Միկին էլ գրել է, բայց սա շատ լավ կոմենտ է։ Հիմա հասկացանք Լուիզայի երիտասարդ մնալու գաղտնիքը։ Դա հիանալի տաղանդավոր հրաշք ամուսին Հրանտ Թոխածյանն է։ Եղեք միշտ երջանիկ։ Օ, Համամտեք։ իհարկե։ Ես ձեր հարցազրույցից sense մեկում տեսել եմ, որ դուք ասում եք դեր երջանկությունը, այո, նաև այդտեղից է գալիս, որովհետև կենցաղի մեջ թաղված չեք։ Պարոն Թոխածյանը երբեք ձեզ այդ ամեն ինչում չի ծանրաբեռնել եւ իսկապես դա կնոջ համար Այո, երջանք երազանք է։ Այո, ունենալ կողքին տղամարդ, ով չի ծանրաբեռնում իրեն կենցաղով, այդ շատ կարևոր բան է։ Այսինքն թողնում է, որ ինքը սավառնի, լավ այսպես ասեմ։ Ես եթե անկեղծ միշտ խուսափել եմ ամուսնությունից հենց դրա համար, որ մտածել եմ ամեն դեպքում կենցաղը ասում են, չէ, հարաբերությունները կոպիտ ասած քանդում է, բայց այդ նաև ձեր ձեռքերում է։ Բայց հիմա վստահաբար ասում եմ, ես արդեն 9 ամիս է ամուսնացած եմ։ Վայ, շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Կներեք 9 ամիս ուշացումով եմ շնորհավորում, բայց շնորհավոր։ Շնորհակալություն, բայց հիմա վստահաբար ասում եմ, իմ ամուսինն էլ է այդ տեսակի պատկանում եւ այնպես որ ես էլ եմ հաղթել այս կյանքը։ Հիմա Միկին էլ գրել է Լուիզան ոչ մեքենա վարել գիտի, ոչ էլ պատրաստ է։ Հա, այդ իմ համար այնց ցավոտ թեմա է։ Այդ որովհետև այնց տարիներ առաջ առաջին քաղցած չէին սպասում հաղորդումներ, որը էքսպերիմենտ էին անում, չէին սպասում,ից արդեն ֆորմատը փոխում էին, անցնում էին քաղցած չէին սպասում։ Եվ ինձ զանգարեցին, ասացին, որ տենց ինքը դեռ չենք ձևավորել, թե ինչպիսին է լինելու, մի բան սարքի, տենց ու այն խառը ժամանակ են զանգել, երբ որ դու նոր տարվա, այն որ դու ներկայացումներ, մի խոսքով սենց շատ խառը ժամանակաշրջան, Լիլիթն էլ դեռ փոքր բան։ Մի կերպ գտնում ենք այդ ազատ ժամանակը, որպեսզի կարողանանք այդ հյուրեր դիմավորել, տենց։ Ու այդտեղ դե ասել են մի բան սարքի, ես էլ հենց նոր էի սովորել, ինչ որ տենց Cheesecake, չէ՞։ Cheesecake, հա։ Ու պլյուս Լուիսն այնց վատ էր դրած, այնց վատն է այդ հաղորդման մեջ, լուրջ եմ ասում, ես այդ նույն ժամանակաշրջանում ունեմ ֆիլմ նկարած, ու բան, ես այդքան վատը չէի, ինչքան այդ հաղորդման Լուիսի պատճառով։ Մինչև հաղորդումը սկսելը խոսում էինք, չէ, Լուիսի լավ ու վատ լինելու մասին, որ կարող ես մարդուն շատ
դեպի տգեղություն տանել կամ ընդհակառակը դեպի այտենց լույս ու գեղեցկություն տանել։ Հիմա այս պարագայում այտենց մի քիչ լույսը Դե նաև պետք է նպաստից չաշխատեց։ Նաև պետք է շեշտենք, որ չէին սպասումում աշխատում է մեկ օպերատոր եւ հենց ուղիղ լույսը հենց կամերայի վրա է, ինչը սխալ դիրք է, եթե չեմ սխալվում։ Ու շատ վատ դիրք է, որովհետեւ ես էլ վերջերս նկարահանվել։ Նյարդայնացել եմ լուրջ եմ ասում։ Ահա, ինչևէ, չենք Բայց մի հատ լուսավոր բան կա այդտեղ, աղջիկը շատ փոքր է ու շատ լավն է, իրան լույսը չի խանգարում, որովհետև ինքը այնպեսի տենց անթերի էր այդ ժամանակահատվածում, որ իրան լույսը չէր կարող փչացնել։ Այդ իմ պարագայում կարող է լինել ռակուրսը սխալ լինի, մի քիչ վատը լինեմ ու հակառակը էլի։ Հիմա ասում են ձեռքից։ Մի րոպե, հա, չպատասխանեցի մինչև վերջ։ Ես շատ լավ եմ խոհանոցում պատրաստվում, ասեմ։ Ես հրավիրում եմ իրեն մեր տուն ու իմ մեքենայով կգամ, հատուկ ձեզ կտանեմ մեր տուն, որ տեսնեք ես ինչքան լավ վարորդ եմ։ Ալյոնա Հովակիմյան։ Ալյոնա ջան։ Ես միայն մի բան կարող եմ ասել Երանի Ալյոնային։ Հիմա հաջորդը։ Ձեռքից ոչ մի բան չի գալիս, զոքանչը չլինի, խեղճ հրանտը սոված կմնա։ Լավ, եթե ասեին, որ տենց մի քիչ կոկիկության հետ կարող խնդիր ունենանք, այդտեղ կա համաձայնեի, որովհետև մաման գոնե այդ հարցում ինձ օգնում է այն առումով, որ ես մի տեսակ sense արագ աշխատող եմ ու ինձ համար այդքան կարևոր չի կոկիկությունը, ինչքան որ ճիշտ ժամանակին, եթե սնունդը տեղը լինի, չգիտեմ, լվացքը ճիշտ ժամանակին արված լինի, բան, այդ ամեն ինչին ավելի հետևողական եմ, քան այն sense դետալային կոկիկությունը։ Իսկ մաման խոհանոցում ընդհանրապես չի լինում, որովհետև մենք շատ լավ բաշխել ենք աշխատանքը, ինքը մնացած բաներն է։ Համեղ գործը վերցրել եք ձեր վրա։ Հա, իսկ համեղ գործը ես վերցրել եմ ինձ վրա։ Հաջորդը Լուիզայի ինտելեկտը բավականին զարգացած է, երևելի ու նկատելի զարգացած։ Մի քիչ իսկապես անկեղծ կերպարից հեռու է, բայց դրա հետ մեկտեղ շատ կիրթ, խնամված ու խելացի կին է։ Չէի ասի, որ անկեղծ կերպարից հեռու եմ, որովհետև ես այնպեսին եմ, ինչպեսին կամ, տենց միգուցե տեսակով կարող է երբեմն լինում եմ ինտրովերտ ու այդքան պատրաստ չեմ լինում կիսվելու իմ ներաշխարհով։ Դա մեղադրելու չի։ Տեսեք, երբ որ դու կոնկրետ ունես զրուցակից, ենթադրենք դուք առանց տեսախցիկների։ Ես գիտեմ ձեզնից ինչ սպասեմ, որովհետև մոտավոր կարողանում եմ կարդալ ձեր տեսակը, այսինքն ձեր բարևից կամ ձեր կյանքին նայելու այդ ռակուրսը ինձ համար պարզ է դառնում ու այդտեղ ես գիտեմ ինչքանով կարելի է ձեզ հետ անկեղծանալ, ինչքանով դուք կընկալեք ինձ իմ անկեղծության շերտերը։ Հիմա, երբ որ տեսախցիկներ կան ու այնտեղ նստած են տարբեր մարդիկ, ու դու չգիտես յուրաքանչյուրը ինչպես է ընկալելու քո ասածը, դու պետք է այդտեղ մի փոքր զգույշ լինես ու դրա համար շրջանցում եմ այնպիսի բաները, որոնք երևի թե բերում են ոչ անկեղծության։ Երրորդ աչքն է։ Հաջորդը դերասանական վարպետությունը շփոթել է կյանքի հետ։ Գիտեք, դերասանի վարպետությունը էլի իր մեջ ներառում է նաև անկեղծություն, որովհետև դերասանը երբ որ բեմում իրենից շատ կտրվեց ու ինքը պրոտոտիպներով շարժվեց, այսինքն իր ներսից ոչինչ չի բերում կերպարին։ Դա ինձ համար անընդունելի արվեստի տեսակ է։ Ես որովհետև վերապրման արվեստի ավելի կողմնակից եմ իմ աշխատելավոճով։ Ու անպայման ինձնից մի մասնիկ կա իմ բոլոր կերպարներում։ Միգուցե շատերի համար դա կարող է այնպես ստացվի, որ ասեն կրկնվում ես, բայց ինձ ավելի լավ է, որ այդ իմ ներսը համերաշխ լինի այն կերպարի հետ, որովհետև ես հանդիսանում եմ իմ կերպարի փաստաբանը, լավ այսպես ասեմ։ Երբեք կերպարից մենակ չեմ թողնում, որ ինքը ի հայտ գա ու ապրի իր առանձին կյանքով։ Այդտեղ պետք է լինի նաև ինձնից ինչ-որ մի փոքրիկ լումա։ Հիմա ու դրա համար դերասանական արվեստը շփոթել կյանքի հետ, ես կարծում եմ, որ մենք կյանքում ավելի շատ դերեր ենք խաղում, քան հենց բեմահարթակում, որտեղ մենք կերտում ենք կոնկրետ կերպար, որը ունի մասնագիտություն, տեսակ, որակ։ Լուիզա ջան, հաճելի մարդ ես, տղամարդ է գրողը, բայց շատ ես փիլիսոփայում, ավելի պարզ ձևով կարող ես պատասխանել հարցերին։ Հա, համամիտ եմ լուրջ այդ
տղամարդու հետ, որ գրել է, երբեմն փիլիսոփայում եմ, որովհետև մտքերս այնքան շատ են, ես անդադար ներսի հետ երկխոսության մեջ եմ։ Ու դրա համար երևի թե մտքերս կարողանում եմ մի քիչ երկար ձևակերպել ու ամեն վարքյան նորից ինձ համար բացահայտումներ եմ անում, որովհետև հենց հիմա խոսելով ես էլի ներսիս հետ մի հատ զրույց եմ տանում ու այդ ընթացքում մի հատ նոր բան եմ բացահայտում ու երևի դա անցալվում է որպես փիլիսոփայություն, որովհետև ինձ հետ միշտ հետաքրքիր է, լավ այսպես ասեմ։ Բայց հետաքրքիր է, որ հենց ինչ որ մի բացասական նոտայով բան է գրվում, միանգամից ձեր պաշտպանները հայտնվում են նույն մեկնաբանությանը շարունակում են։ Հիմա այստեղ որ ասում եմ ավելի պարզ չէ, կարող եք հարցերին պատասխանել, արդեն մի կին էլ եկել ասում է շատ պարզ է պատասխանում, ուղղակի ձեզ է դժվար իրեն ընկալելը։ Հա, այդ կոմենտներ են գնում։ Կնոջը ողջում եմ, մենք նույն վայբի մեջ ենք ուրեմն։ Հիմա այստեղ մի հարց են բարձրացրել մի կին։ Ասում է, իսկ դուք գիտեիք, որ Լուիզայի իրական անունը Ելիզավետա է։ Իրականությանը համապատասխանում է։ Ես չգիտեի։ Այո, Ելիզավետա, մի քանի անգամ եթերների ընթացքում պատմել եմ, որ անունս փոխել եմ միայն մի բանի համար, որ երբ որ փոքր էի, պատշգամբից մայրիկս որ բակից տուն կանչեր ինձ, շատ երկար է Ելիզավետա, արի տուն, հիմա Լուիզա, արի տուն, բայց Շատ լավն է, չգիտեի, անկեղծ բաց էի թողել։ Իսկ երբ որ կրճատում էին, ասենց մի քիչ սիրուն չէին կրճատում։ Ինչ էին ասում։ Լիզ, բան ինձ քիչ էր թվում։ Ուզում էի մի հատ էր ասենց ինչ որ ասենց հնչեղություն, ասենց մելոդիկ բան մտնել, մեջը Լուիզան էր։ 4-5-րդ դասարանում։ Փաստորեն դուք 4-5-րդ դասարանում արդեն ինքան ինքնուրույն եք եղել եւ հաստատական որ Ես շատ կամակոր երեխա եմ եղել եւ ունեցել եմ իմ հստակ այտենց գծագրած ճանապարհը այն առումով, որ եթե ես որոշել եմ մազերս կտրել, ենթադրենք, ես չեմ սպասում, որ ինձ տանեն Վարշավիրանոց կամ բան։ Ես հայլու դիմաց կանգնում կտրում էի, բայց սենց առաջ էի բերում ու տենց կտրում էի։ Հետո որ ինձ հարցնում էին ինչի արեցիր, բան, ասում եմ, հետո գնում էի ասում էի մամ կարելի է մազերս կտրել եմ։ Հա, ու ասում էի, բայց տես ես քեզ հարցրեցի կարելի է, ասում եմ, բայց դու արդեն արել ես նոր ես հարցնում։ Համարեն այդպես ծնողից չէի լրիվ անտեսում։ Բայց հետաքրքիր է։ Արարքներից հետո հարցնում էի։ Շատ։ Իսկ ընտանիքի անդամները ո՞նց վերաբերվեցին, որ որոշեցի կանոնը փոխում եմ։ Դե ես շատ պատճառաբանություններ դեն առումով, որ այսինքն ընկերներս արդեն գիտեին դրսում Լուիզա բան, տենց ինքը շատ սաղուն է եղել ու ես ուրախ եմ, որ ինձ երբեք տենց չեն ըմբոստացել ու թողել են, որ ես ինքնուրույն ձևավորվեմ։ Իմ եսին երբեք տենց առանց պատճառաբանության ոչ չի հնչել մեր տանը։ Ինչը շարունակում եմ մինչ այսօր, Լիլիթին էլ, եթե պատճառաբանությունը չունենք, այսինքն մենք պետք է զրույցի միջոցով գանք, ինչու դա դարձավ ոչ, այոն։ Եթե չունենք բարձաբանումը, դա մնում է այո։ Շատ լավ էր։ Բայց անկեղծ լիքը սովորելու անկա ձեզանից, հա։ Հիմա հաջորդը։ Լուիզա ջան, ամուսնական մատանի չես սիրում կրել։ Լավ կանես կրես, դա ամուսնացած կնոջ ամենակարևոր զարդն է եւ հարգանք ամուսնու հանդեպ։ Հուսամ չեք նեղանա, սա բարի խորհուրդ կընդունեք պարզապես։ Չէ, չեմ նեղանա։ Բայց երբեք չեմ մտածել, գիտեք, դրա մասին։ Տեսեք, երևի թե ուրիշ կողմից մոտենամ խնդրին, ըստ դրա երևի նաև կպատասխանեմ այս հարցին։ Կան հատուկ տենց տոներ կամ միջոցառումներ, որոնք տենց հստակ գծագրված են, որ մարդը պետքա դրանց հետևի։ Մեր տանը տոնածառը հիմա էլ է տանը տոնածառ։ Չէ, մոտենում ենք դեկտեմբերին, բայց երբ որ դա օգոստոսն է ու հուլիսն է ու տոնածառի լույսերով վառվում է, դա տարօրինակ է, չէ, ուրիշների համար, բայց մենք ստանդարտներից դուրս մեզ համար տոն ենք դարձնում յուրաքանչյուր օրը։ Երևի թե դրանով է պայմանավորված, որ այդ պայմանականությունները, ինչը վերաբերում մատանին, իսկ միգուցե ես ունեմ մի հատ sense շատ գողտրիկ ինչ որ մի բան, ինչ որ մի իր, որը ինձ հիշեցնում է, որ ես ամուսնացած եմ, բայց դա մատանին չէ։ Ես էլ տենց եմ վերաբերվում տոներին եւ ընդհանրապես յուրաքանչյուր այդ ստերեոտիպի։ Հարցազրույցներից մեկի ընթացքում ջուրը թափվում է հաղորդավարի վրա, բայց դա բեմադրած բան է։ Շատ մարդիկ հասկացել են դա։ Հիմա մի զանգված կա, որ չի հասկանում դա։ Եվ կոմենտների շարք է սկսում։ Անամոթ կին, նորմալ իրեն եթերի ժամանակ թույլ չէր տա այդպիսի բան։ Եվ էլի կար հայ կնոջ պահվածք չէր տա։
էլի հայկինը։ Ահա։ Հենց դա էլ արվել է նրա համար, որպեսզի հնչեն այդպիսի կոմենտներ։ Դրանով իսկ յուրաքանչյուրը բացահայտում է, թե ինչպես է ընկալում ինքը կյանքը։ Հիմա դա իմ մասին չի կոմենտ, դա իր մասին է կոմենտ, այսինքն ինքը այդպես է ընկալում կյանքը, այդտեղ մենք անզոր ենք որևէ բան անել։ Ասում են Լուիզան իրեն դրել է Մերլին Մոնրոյի տեղը։ Չէ, ինչի։ Ճիշտ է, Մերլին Մոնրոյի մի հատված եղել է ֆիլմում, որ խաղացել է։ Տենց կերպարս ֆիլմի մեջ կերտում էր կերպար։ Այդ հոբելյանական հաճախորդ ֆիլմի մասին է խոսքը, բայց որ տենց մնամ դերի տակ չի եղել։ Հիմա ասում են, չգիտեմ ինչ ասեմ, Լուիզա ջան, մյուս անգամ առանց թագի հաղորդման չգնաս։ Դե դու թագուհին ես մեր։ Օ։ Այո։ Եվ վերջին կոմենտը։ Լուիզիկին տղամարդ է գրողը։ Լուիզիկին շատ եմ սիրում։ Իրոք տաղանդավոր դերասանուհի է։ Ցանկացած դերում հաճելի է, թեկուզ 1 րոպեանոց դերում փայլում է։ Այս ինչ լավ կոմենտներ եք կարդում։ Վատերը չկան։ Շատ կան, բայց երբևիցե մենք յուրին վատ դրության մեջ չենք դնում։ Չէ, գիտեք, օրինակ վատ դրության մեջ չեք դնում այդ ժամանակ ինձ թվում է։ Հա։ Օրինակ ես մտածում եմ, որ ամեն դեպքում եթերը վատ կզգան իրենց, դրա համար վատերի հետ մեկտեղ մի քանի լավն եմ առանձնացնում, որ քողարկեմ։ Մի քիչ ավելի հա, տենց շոյված գնանք այս Հա, տեղ։ որ վատ էմոցիաներ մենք չթողնենք յուրի վրա։ Տեսեք, լավի դեպքում ոչ մի մեկնաբանություն չեմ կարողանում անել, որովհետև էլի գալիս է այդ իմ ներսի ամաչկոտ տեսակը։ Վատի դեպքում ինձ առիթ է տալիս ներսս ավելի բացելու։ Միայն դրա համար էի ասում, որ վատերը ինչքան շատ լինեն, այնքան ես ավելի պարզաբանումներ կմտցնեի ու միգուցե ճանաչեին ինձ այլ ռակուրսով։ Օրինակ այսօր մի քանի մեկնաբանություն հաղորդումից առաջ որ կարդում էի, ջնջեցի, ասեցի ամեն դեպքում պետք չի ասեմ։ Հիմա հետ գնամ, գնացեք, աղբաման եւ հանեմ։ Մանավանդ երբ որ աղբաման է հետում, այդ արդեն շատ բան է խոսում։ Ահա։ Հերիք է քեզ երևակա ես, շատ երես առածն ես։ Տեսեք, հավես բան է գրել այն առումով, որ ինձ թվում է կին տեսակը հենց պետքա երես առած լինի։ Կուզեի շատ համապատասխանել այդ իր գրած կոմենտին, որովհետև երբեմն ինձ բռնացնում եմ նրա վրա, որ ինձնից խլում եմ կին լինելու այդ վայելքը, որովհետև դե կյանքը ստիպում է, որ մի տեսակ տենց տղամարդուն համընթաց քայլես, որտեղ աշխատանքը, մի խոսքով են ծանրաբեռնվածությունը, բայց իհարկե կուզեի այդ երես առածը լինեի։ Ուրախ եմ, որ գոնե տենց ինչ որ մի հատ, ինչ որ մի պահ տենց երևում եմ։ Ուրեմն ամեն ինչ կորցված չէ։ Հաջորդը։ Մի բան པարզ դարձավ, նախորդ գրված սցենարի Լուիզան ասելիք չունի։ Աղքատ բառապաշարով անհետաքրքիր զրուցակից է։ Հրանտ ինչքան կարողացավ հղկեց, համեմեց, լրացրեց, բայց դա ինչ է։ Պետք էր որ կարդայի։ Հա, իհարկե պետք է։ Ես կարծում եմ, որ այնտեղ երկու բանից է բաղկացած, մի հատ սկիզբը, հետո երկրորդ մասը։ Առանց նախորդ գրված սցենարի Լուիզան ասելիք չունի։ Ահա, ես ասեմ, որ սցենարով ասելիք չունեմ, որովհետև սցենարի պարագայում, երբ որ կան հստակ նախադասություններ, ավելի կաշկանդված եմ ու լինում են պահեր, երբ որ ուղեղը շատ հոգնած է լինում, այդտեղ չեմ կարողանում ձևակերպել մտքերս։ Բայց դա իմ մեղքը չի, իմ ծանրաբեռնվածության մեղքն է։ Բայց երբ որ մի փոքր հանգիստ է լինում ուղեղս, յուրաքանչյուր խնդրի շուրջ, մինչև ամենախորքը չխորանամ, ես այդ խնդիրը բաց չեմ թողնում։ Այդպիսի հատկություն ունեմ։ Բայց միգուցե եղել են այնպիսի հաղորդումներ, որտեղ իսկապես ասելիք չեմ ունեցել, որովհետև չեմ կարողացել միտքս հավաքել։ Ես կարծում եմ այսքանով սահմանափակ ենք կոմենտները։ Հա, ինչը վերաբերում է հրանտը հղկեց բաները, հա, գիտեք, չեմ ժխտում դա։ Միգուցե տարիների ընթացքում միասին ապրելով ես էլ ձևավորվում էի նոր իմ եսն էի ինձ համար բացահայտում, հետո ուրիշ բան է, երբ որ դու ապրում ես մենակ, հետո ձևավորում ես ընտանիք։ Բայց դա ֆանտաստիկ բան է, չէ՞, փողակցից սովորելու բան ունենալը։ Ու ես միշտ հիացել եմ ու ինձ համար հրանտը եղել է այն կուրկ չասեմ, այն հիացմունքի առարկան, ում հանդեպ ես միշտ sense ակնածանքով եմ լցված եղել ու դա ինձ մոտիվացրել է ու ես գտնում եմ որ այստեղ լավ բան է գրած, այսինքն հրանտը կարողացել է հանդիսանալ այն մոտիվացնող տղամարդը, որ ինձ ձգտելու համար ես աճել եմ, հղկվել եմ, շնորհակալություն կոմենտի համար։
Հիմա առաջարկում բլիցին անցնենք։ Երկու բլից ունենք։ Առաջին բլիցը ուրեմն պատկերացնում ենք, որ պարոն Թոխատյանին առաջարկել են նոր նախագիծ, բայց կնոջ կերպարում ասել են, որ դուք կարող եք ընտրել, թե ով է հանդես գալու։ Դուք եք ընտրում կնոջը։ Ես եմ ընտրում։ Դուք եք ընտրում։ Սկսենք։ Սկսենք։ Կարծում եմ ավելի լավ է հստակեցնենք եւ ասենք կատակերգական է օրինակ ֆիլմը։ Այ դա պետք է կատակերգական խաղալու է իր կին թե կին, որպես կին։ Պարոն Թոխատյանին։ Ընտրում եք Մարջան Ավետիսյանին թե Աննա Էլբակյանին։ Աննան հետաքրքիր գույներ կբերի, Աննային Էլբակյան։ Աննան թե Ալլա Վարդանյանը։ Աննան Էլբակյան։ Աննա Էլբակյանին թե Նարինե Գրիգորյանին։ Չէ, Աննան Էլբակյան։ Աննան թե Անի Քոչարյան։ Աննան Էլբակյան։ Աննա Էլբակյան թե Լուիզան Ղամբարյան։ Ես կարծում եմ կյանքում Լուիզան իրեն բավական է հրանտին, գոնե կերպարի մեջ թող լինի Աննա։ Աննա Էլբակյանը թե Ջուլիետա Ստեփանյանը։ Ջուլիետայի հետ էլ հետաքրքիր տանդեմ կլինի։ Երկուսն էլ Աննան Էլբակյան, Ջուլիետան Ստեփանյան։ Ուղղակի Աննայի մտածեցի, որ շատ հետաքրքիր տենց կատակերգական բան կստանային, որովհետև իր մեջ նաև կա դրամատիզմ ու սենց եւ մանկությունն է պահպանված։ Չնայած Ջուլիետան Ստեփանյան ունի շատ հետաքրքիր գույներ։ Կարող է երկու կին Ամեն դեպքում եկեք ռիսկի չդիմենք, որ չքարկոծվենք։ Աննա թե Ջուլիետան։ Աննային շատ բերեցինք, ասանք Ջուլիետա Ստեփանյան։ Իսկ հիմա Ջուլիետա Ստեփանյան թե Ջուլիետա Բաբայան։ Չէ, Ջուլիետա Ստեփանյան։ Ջուլիետա Բաբայանը հետ բազմաթիվ փորձեր է ունեցել Էրանտը։ Շատ հետաքրքիր է, որ տարբեր նախագծերում կամ խաղում էր իր կինը, կամ մայրը, կամ դուստրը։ Մի խոսքով Ջուլիետա Բաբայանը բոլոր տեսակի կանանց մարմնավորել է, ովքեր եղել են Դրան Թոխատյանի կողքին։ Ահա, հիմա Ջուլիետա Ստեփանյան թե Էվելինա Շահինյան։ Ջուլիետա Ստեփանյան, եթե խոսում ենք կատակերգական ժանրից։ Հիմա Ջուլիետա Ստեփանյան թե Սոֆի Դևոյան։ Չէ, Ջուլիետա Ստեփանյան։ Ջուլիետան թե Զառա Արամյանը։ Ջուլիետա Ստեփանյան։ Ջուլիետան թե Նազանի Հովհաննիսյանը։ Ջուլիետա Ստեփանյան։ Ջուլիետան թե Դիանա Մալենկոն։ Ջուլիետա Ստեփանյան։ Ջուլիետան թե Լուիզա Ներսիսյանը։ Ջուլիետան։ Ահ դե Ջուլիետան։ Հիմա ուրիշ բլիցի անցնենք եւ վերջացնենք մեր այսօրվա հաղորդումը։ Հուսամ չենք ձանձրացնում։ Չէ։ Ֆանտաստիկ է։ Ինչ իրավիճակում կընտրեր պարոն Թոխատյանը Լուիզային։ Կերպարանափոխված, շքեղ կարմիր գորգյան Լուիզային, թե պարզ ու ժպտերես առօրյա Լուիզային կընտրեր։ Ես հստակ կարող եմ պատասխանել, որ ինքը կընտրեր ջինս հագած Լուիզային, որովհետև երբ որ ես հագնում եմ ջինսը, վերնաշապիկ եւ տաբատ, այդ ժամանակ ասում եմ, այս եմ սիրում։ Գանգրահեր Լուիզային կընտրի, թե ուղիղ վարսերով։ Իմ պատկերացմամբ ենք հիմա խոսում, միգուցե իր պատասխանները իմ հետ չհամընկնեին, եթե իրեն հարցը տայիք։ Ես կարծում եմ գանգրահեր երևի։ Հա։ Իսկ շպարով թե առանց շպարի։ Առանց շպար։ Միշտ տղամարդիկ առանց շպար են, չէ՞ սիրում։ Պարոն Թոխատյանը սիրում է ձեզ կինոյում թե թատրոնում։ Ինքը սիրում է, երբ որ ես լավ աշխատանք եմ տարած լինում, անկախ նրանից որտեղ։ Իսկ դրամա խոհանոցում էլ է գովում։ Իսկ ավելի դրամատիկ դերում թե կոմեդիա։ Ես չեմ սիրում մաքուր դրամատիկ դեր եւ մաքուր կոմեդիա։ Այդ իսկ պատճառով փորձեմ իր փոխարեն պատասխանել, երբ որ ինքը սրտաճմլի կոմեդիա, լավ այսպես ասեմ, կամ կոմեդիա եւ ողողված դրամա։ Եթե թռչուն լինեիք, պարոն Թոխատյանը որին կընտրեր։ Շատախոս, բայց շատ քաղցր թութակ Լուիզային կընտրեր, թե լուր, բայց ամեն բան նկատող բու Լուիզային։ Ինձ թվում է բու Լուիզային կընտրել, որովհետեւ բուն նաեւ ունի հատկություն գիշերը չքննելու, իսկ մեր ռեժիմը այնպեսին է, որ մենք գիշերը շատ երկար արթուն ենք մնում։ Որ Լուիզային է դժվար հաղթել։ Թատրոնից նոր եկած էներգիայով լի Լուիզային, թե առավոտյան սուրճը դեռ չխմած Լուիզային։ Առավոտը սուրճը դեռ չխմած Լուիզային ինձ թվում է։
բայց ինձ հաղթել պետք չի։ Ես երբեք այդպես պայքարի մեջ չեմ մտնում հաղթանակի համար, ինձ համար միշտ կա այդ ետ նահանջելու մեկ քայլը։ Յուրաքանչյուր, հա, դրսևորման մեջ։ Ինձ երբեք այդպես բան թույլ չեմ տալիս, էլի որ Վերջին խոսքը չեք ասում։ Չէ, որովհետև այդտեղից ետ նահանջ չկա, իսկ դա դու քեզ ծուղակն ես գցում։ Եթե Լուիզան եղանակ լիներ, որը կընտրեր պարոն Թողածյանը, արևոտ Լուիզան մշտական լավ տրամադրությամբ, թե փայլատակումով հարուստ ամպրոպային Լուիզային, երբ ինչ-որ բան չի հավատում։ Ինչ-որ բան չի հավատում։ Ինչ-որ բաներին չի հավատում, ավելի ագրեսիվ։ Տաք եւ ցուրտ եղանակների միջև է գնում տարբերությունը։ Ինձ թվում է այդ երկուսի մեջ միախառնված է, այդ իսկ պատճառով տենց չէր կարող տարանջատել, ինձ թվում է երկուսն էլ կընտրեր։ Եվ վերջում Թողատյանը կընտրեր խոհարար Լուիզային, թե վարորդ Լուիզային։ Խոհարար, որովհետև տղամարդիկ միշտ նյարդայնանում են, երբ որ մանավանդ ղեկին ես լինում դու, իսկ կողքը ինքը նստած անդադար ինչ որ դասեր են տալիս։ Լուիզա, այսքանը վերջացրեցինք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ մեր տաղավարում գտնվելու համար, ժամանակ տրամադրելու համար։ Հուսամ չենք նեղացրել կոմենտներով։ Ժամանակի անիմաստ կորուս չեք համարել այստեղ գտնվելը։ Չէ, չեմ համարում ու շնորհակալություն ձեզ ու ասեմ որ կոմենտներն էլ այդքան վատը չէին։ Իրանք առիթ տվեցին եւս մեկ անգամ խորանալու։ Փիլիսոփայելու։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ձեզ լավ օրվա շարունակություն։ Ձեզ էլ։ Այսքան բան։ Իսկ մեր այսօրվա հարմարավետ աթոռների համար շնորհակալություն Չարլզ Եմին։ Գրոհե։ Կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9։ Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։